Բոլորն էլ կային, ցրեցին։ Ազատ դեմոկրատներ կուսակցության պատգամավորության թեկնածուն նկատի ունի մնացած կուսակցությունների եւ դաշինքների նախընտրական ծրագրերի բուկլետները։ Նա հայտարարեց, որ իրենց ծրագիրը կազմել են հաշվարկելով։ Հաշվարկով այստեղ տաբլիցայով ոնց են թվերը ստացվում մակրոտնտեսական, հետո նոր բաժանել ենք։ Մենք սկզբից տորտը եփել ենք, թխել ենք, հետո ենք բաժանում։ Հրանտ Բագրատյանը հայտնեց, իրենք ոչ թե ներդրումներ են բերելու, այլ ներդրումները գեներացնելու են։ Այս ծրագրում ասված է, որ մենք ընդհանրապես ներդրում չենք բերի, ներդրում կգեներացնենք, կաճեցնենք, ոնց որ սունկն են աճեցնում։ Ոնց որ թարխունն են աճեցնում կները։ Մենք կաճեցնենք ներդրումներ։ Որ ներդրողը հիմնականում կլինի Հայաստանի քաղաքացին, այլ ոչ թե օլիգարխը։ Եվ որ ինձ հարցում են, իսկ ինչքան է հնարավոր։ Սկզբունքորեն դատելով հայերի ձեռքում եղած փողը հնարավոր է տարեկան 20 միլիարդ։ Բայց այդ դեպքում այս երկրի հնան պիտի լինի 110-ից 120 միլիարդ։ Ազատ դեմոկրատներ կուսակցությունը նվազագույն աշխատավարձը 5 տարում կկրկնապատկի, հասցնելով 111,000 դրամի։ Ազատ դեմոկրատներն անհրաժեշտ են համարում միջին աշխատավարձի նկատմամբ 1.5 անգամ բարձրացնել կենսաթոշակները։ Մենք կենսաթոշակը մի քիչ ավելի քիչ են կարողանում բարձրացնել, քան թե նվազագույնը, որովհետև այնուամենայնիվ մենք 73,000 կենսաթոշակը ռեալ ենք համարում։ Մենք ասում ենք, եկեք նվազագույնը բարձրացնենք, պատգոն կանենք։ Սա չի պահանջում լրացուցիչ ծախս։ Հրանտ Բագրատյանը հայտնեց, որ պատրաստվում է դեբատների, որոնք կլինեն վերջինն այս քարոզարշավի ընթացքում։ Նաիրի Մուրադյան, Ալբերտ Գալստյան, ժամը լրատվական։